Արունը Երևանում հասել է ոչ թե ծաղկած ծառերով, այլ քանդված ճանապարհներով։ Մայրաքաղաքը կրկին թաղված է փոսերի մեջ։ Փողը կա, փոս լցնողը ոչ։ Շարքերի մեջ բերում էին բիտումով, իրանք ոնց որ կար էին տալիս, որ ամուր լիներ։ Ինչ եղավ, որ ձյունն եկավ, իրանք երազում էին, որ ձյուն չկար։ Ձյունն եկավ, ավազն ու աղը որ լցնում ես, ավազն ու աղը չի քանդում ասֆալտը։ Ձյունը հալվում է, այդ ճեղքերից լցվում է ասֆալտի տակ, մի հատ էլ մինուս անում, ուռում տրաքում է ամբողջությամբ։ Խնդիրը դրանումն է, 100 անգամ ասել եմ, այդ ավազն ու աղը գար ձեր գլխին, էդի չի պատճառն, ուրիշ բանն է պատճառը։ Երևանի ավականու անդամ Մեծրոբ Մանուկյանի խոսքով, նախորդ տարվա ասֆալտապատման բյուջեի շուրջ 24%-ը թերակատարվել է։ Չնայած գումարի առկայությանը քաղաքային իշխանությունն ասֆալտ չի արել, արածն էլ անորակ է։ Բերում են բիտունա ջուր են լցնում, ոնց որ չես հասկանում ինչ են լցնում, հասկանում եք, այդ բոլոր նորմերը խախտված է։ Անցյալ տարի երբ որ գնում էի նկարում էի Դավթաշենում կամ մյուս տեղը, ասում էին նայեք ժողովուրդ, այս մարդիկ բիտում չեն արել, բերե ուղակի սենց հողի ավազի վրա ասֆալտ են շաղ տալիս։ Ինձ ասում էին գիտությունների տեխնացու մարդը չես ամաչում, գնում ես մատով ասֆալտ ես քանդում։ Հիմա ձեր դեմքն է բացվել։ Այդ ասֆալտը թափվել է, ճեղքերն եղել է տիպիկ ԿՊ-ն։ Նայում ես քաղաքի փողոցներն իրանք են։ Մինչ շարքային քաղաքացիները ջարդում են իրենց մեքենաները փոսերի պատճառով, մայրաքաղաքում կան արտոնյալ ուղղություններ։ Այն ուղղություններով, որտեղ որ Նիկոլ Փաշինյանը հաճախակի գնում է, դա կլինի դեպի Իջևան կամ դեպի օդանավակայան, այդ ճանապարհները իրենց սուրբ պարտքն է, տարին 3-4 անգամ ասֆալտը քերեն, նորից անորակ ասֆալտը փռեն։ Համ իրանք փող են աշխատում, որովհետև անորակ ասֆալտը սարքելով նորից բյուջեից դուրս են գնում, մյուս կողմից էլ իրենք ապահովում են Նիկոլ Փաշինյանի փափուկ երթևեկությունը։ Ըստ Մանուկյանի, անորակ ասֆալտապատման ընդունումը քաղաքային իշխանությունների կողմից վկայում է համակարգում առկա կոռուպցիոն երևույթների մասին։ Շատ շինարարներ կան, ուղիղ աֆիլացված են իրանց հետ, շատ ուղիղ աֆիլացված են։ Իրանք այտենց մի հատ բան ունեն, թեզ ունեն, բա այդ շինարարը նախկինի հետ է կապված, չգիտեմ, էս այն է, ասում են ժողովուրդ, ով որ ձեր այդ սիլի-բիլի ալնում, իմ համար ավելի վատ ԿՊ է։ Ժողովուրդ, տենդերը տվողն եք դուք, ստուգողն եք դուք, գալիս ես ասում եմ անորակ, ասում եք չէ, որակյալ է, մի հատ անձրև գալիս է խայտարակություն ալում, ում եք մեղադրում։ Անորակ ճանապարհների պատճառով քաղաքը խեղդվում է խցանումների մեջ, իսկ 8 միլիարդ դոլար պարտք վերցրած ԿՊԱ-ական իշխանությունը որևէ նոր հանգույց չի կառուցել։ 8 տարվա մեջ Երևանում մի հատ ավտոկայանատեղի չեն կառուցել, բայց պիտի կառուցեն ստորգետնյա եւ վերգետնյա պարկինգներ։ Կա տրանստեղերը, այո, կա ծրագրերը, այո, կա։ Դրա համար ինչա պետք, 3 բան՝ խելք, կամք, ցանկություն։ Այս մարդկանց մոտ 3-ն էլ բացակայում է։ Մինչ ԿՊԱ-ականներն ընտրություններին են պատրաստվում, մայրաքաղաքի բնակիչները ստիպված շարունակում են վճարել քաղաքային իշխանության բաց թողումների եւ անորակ աշխատանքի համար։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։